Հաղորդման գործընկեր Արքայաձոր ռեստորան։ Սիրով բոլորին հրավիրում ենք նոր Արքայաձոր ռեստորանային համալիրի փակսրահ վայելելու ամենօրյա շոու ծրագրերը եւ համեղ խոհանոց։ Որեկակ։ Լավ է Սանջան։ Լավ սիրելիս, նորմալ։ Այսօր զրուցելու ենք հաջողության բարդ ճանապարհի մասին։ Ինչի մասին ենք խոսելու Անայ ջան։ Էլի իմ աշխատանքի երևի թե։ Սիրով։ Մեծ սիրով խնդրեմ։ Ինչ հարց ուզում ես տուր։ Ես չեմ սիրում նախապատրաստվել։ Ավելի լավ է պատահական ու անակնկալ հարցեր։ Դե դու ասեցիր ինչ ես ուզում, ես էլ ասեցի։ Մեր երազանքները մեզ են նման, մեզ նման խենթ, հախուռն ու փոթորկոտ, մեզ նման մեղմ ու երազկոտ։ Երազանքների իրականացման ճանապարհը բարդ է ու դժվար, եւ մեզանից ով չի հազարավոր անգամներ հիասթափվել ու հուսալքվել այդ ճանապարհին, բայց հաջողության հասել են նրանք, որոնց հիասթափությունն ու հուսալքությունը չի կոտրել, ովքեր համարձակություն են ունեցել ամեն ինչ նորից, զրոյից սկսել։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն, իր գործի գիտակ ու նվիրյալ հայուհի Խաչանուշ Հակոբյանն է այսօր հետադարձ հայացք գցելու անցած ճանապարհին, հաջողության ճանապարհին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր ժամանակ հատկացնելու համար։ Ես էլ շնորհակալ եմ շատ, որ ինձ չեք մոռանում, քանի որ հաճախ ենք սկսել հանդիպել վերջերս, բայց ինձ համար դա շատ հաճելի է։ Տիկին Հակոբյան, դուք այսօր ղեկավարում եք մի կենտրոն, որն առողջապահության համակարգում նոր նշաձող սահմանեց, նոր մշակույթ սահմանեց, բայց այդ ճանապարհը հեշտ չի եղել։ Կարելի ասել դժվար է եղել, բայց նաև շատ հետաքրքիր, որովհետև եթե անում ես մի գործ, որին նվիրվում ես եւ որի նշանակությունը հասկանում եւ գնահատում ես, ուրեմն պետք է մինչեւ վերջ նվիրվես։ Այս առումով ես մի քանի օր առաջ խոսում էի, հետաքրքիր է, հիմա հիշեցի, ինձ հարցրեցին, բա ձեր ամուսինը ոնց էր հանդուրժում, դուք ամբողջ օրը տանը չէիք լինում, ես շնորհակալ եմ իրեն, ցավոք այսօր ինքը մեր հետ չէ, բայց ես միշտ պետք է երախտագետ լինեմ իրեն, որովհետև համբերատար էր, հասկանում էր, գիտակցում էր, բժիշկ էր ինքն էլ եւ օգնում էր ինձ նաեւ այդ ընթացքում իր խորհուրդներով։ Այո, ճանապարհը մենակ անցնելը շատ դժվար է, բայց բարեբախտաբար ես ունեմ հիմնադիրներ իմ կողքին, իմ թիկունքին, ովքեր միշտ ինձ ոգևորել, խրախուսել են եւ նաեւ շատ խստապահանջ են եղել այս հարցում։ Մի խոսքով սա խմբակային աշխատանք է, ես մենակս երբեք չէի կարող առնել այդ բոլորը, մանավանդ, եթե չունենայի իմ կողքին նման թիմ, երիտասարդ, ակտիվ, երազանքներով եւ գաղափարներով լի մի բժիշկների համակցություն, նաև ադմինիստրատորների, կրսեր բուժաշխատողների, ովքեր ինձ շատ օգնում են եւ հոգնելու եւ հուսահատվելու ժամանակ եւ նաեւ ես եմ իրենց ոգևորում։ Այսպիսով մենք մի ամբողջ խումբ ենք, ընտանիքի նման, որ կատարեց այս աշխատանքը եւ դեռ չենք հանդարտվում, ունենք մտքեր, երազանքներ, գաղափարներ, որոնք պետք է իրականանան։ Կյանքի կոչվեն։ Անպայման։ Այո, դուք հզոր թիմ ունեք, բայց ամեն ինչ սկսվեց երազանքից։ Այո։ Երբ բժիշկ դառնալու ճանապարհին այդ դռները փակվեցին ձեր առջև եւ փաստորեն ճակատագիրը լրիվ այլ ուղղություններ նախատեսել ինձ համար։ Ճիշտ է, հայրիկս շատ զարգացած կիրթ եւ գիտնական էր ինքը, բայց չգիտեմ ինչու իր մեջ խոսում էր քյավառական այդ նահապետականը, երևի թե, որտեվ ես շատ լավ եմ հիշում, երբ շատ փոքր պատանի երիտասարդ էի շատ ու միտք հայտնեցի ցածր ձայնով, որ ուզում եմ բժիշկ դառնամ, ինքը ինձ ասեց շատ լավ ես անում, բժիշկը մարդասիրական, շատ լավ մասնագիտություն է, ես հարգում եւ խոնարհվում եմ բժիշկների առջև, բայց դու բժիշկ չես դառնալու, ես էլ դե գիտեք, այդ տարիքի երեխաների մեծ մասը երազում է բժիշկ դառնալու մասին, ես էլ
ասացի, բայց ինչի, քան գիտեք, ռիսկ հավաքեցի, որ ասեմ, որովհետև հանդգնություն չունեինք մեր հայրիկին հակաճառելու։ Ինքն էլ շատ խոշոր, մեծ կանաչ աչքերով, շատ գեղեցիկ տղամարդ էր, ասենց մի հատ նայեց ինձ թարս աչքերով, ասեց՝ մնում էր մեկ էլ դու գնաց գիշերները հերթապահես։ Այն ժամանակ պարտադիր էր հերթապահությունը երիտասարդ մասնագետների համար մանավանդ, եւ դա փակվեց թեման։ Բայց ճակատագիրը լրիվ այլ նախատեսություններ ուներ ինձ համար, ամուսնացա բժիշկի հետ, կեսուրս, կեսրարս բժիշկ էին, շրջապատս շատ էին բժիշկներ, քրոջս, եղբորս, զավակները նույնպես բժիշկ էին, մի խոսքով։ Բայց ես չէի պատկերացնում, որ մի օր կհայտնվեմ բժշկական բնակավարում, այսպիսի մասնագիտությունների մեջ, այս խառնաշփոթ մի տեսակ ինձ համար անհասկանալի, բայց բարեբախտաբար ես կարողացա երևի թե շատ սիրելով այդ մասնագիտությունը նվիրվել այս գործին, լծվել այս ծանր աշխատանքին եւ առաջ տանել այն։ Համարձակություն շատ մեծ չափաբաժին պիտի ունենա մարդ, ով համարձակություն ունենա առաջին քայլը սկսել Տիկին Ռիտա Պալյանի հետ եւ գիտեք ոնց եղավ, այս Տիկին Ռիտաս շատ հետաքրքիր կին է, ինքը շատ գունավոր ներքին ունի, շատ ակտիվ մարդ, հիմա մի փոքր տարիքն առել է արդեն, բայց կապ չունի, ինքը միշտ ակտիվ է, միշտ ինքը ինձ ասում էր, գիտես Խաչանուշի ընկերներն ինձ կսեն դու էներգայզեր ես։ Ինքը իսկապես շատ էներգիայովլի մարդ է եւ գաղափարներով, մտքերով, իդեաներով լեցուն եւ ինքը ինձ շատ օգնեց այս ուղու վրա իմ առաջին քայլերը անելու, որովհետեւ մյուս մեր հիմնադիրը ով քույրիկն եմ ես, դեմ էր իմ այստեղ գալուն, շատ դեմ էր եւ իրենց մեջ երկար պայքար գնաց, որտեվ Տիկին Ռիտան շատ էր ուզում ինձ բերել, Անուշը հակառակը ու այսպես իրենք իրար հետ ունեին տարաձայնություններ իմ հարցում, բայց Տիկին Ռիտան ոնց որ ժողովուրդն է մեր սիրում ասել երկու ոտքը դրեց մի կոշիկի մեջ ու որոշեց, որ ես եմ լինելու եւ այլևս ոչ մի խոսակցություն։ Ռանուշն էլ շատ դժգոհ, բայց ինձ թույլ տվեց, որ գամ եւ փորձեմ ուղակի։ Բայց ես պետք է ասեմ, որ Ռանուշը իմ թիկունքը դարձավ, որովհետեւ ես տնօրենության մասին գաղափար չունեի։ Ընդամենը տնտեսագետ էի, ավարտել էի ինստիտուտը, տնտեսագետ էի, դասավանդել էի ինստիտուտում, դա էր եղել իմ կենսագրականը։ Ռանուշը որոշեց, որ ես պետք է անեմ այդ քայլերը շատ օրենքին համապատասխան, շատ նվիրված, շատ գրագետ, շատ պատասխանատու եւ ինձ դարձավ մեջք Վահան նաեւ։ Ու իր շնորհիվ էր, որ ես սովորեցի ինչ է տնօրեն լինելը, ինչպես պետք է ես ինձ պահեմ դրսևորեմ, ինչ պետք է անեմ, ինչ պետք է չանեմ։ Մի խոսքով ես ենթարկվեցի իրենց այդ երկու կնոջ պահանջներին, բնականաբար մի քիչ էլ անհամեստություն անեմ, ասեմ, որ ես էլ իմ մեջից ունեի նաև իմ հակումները, մտքերը եւ այլն, այդ բոլորի համակցությունը դարձավ այս մեր սիրուն շենքը եւ իր մեջ կատարվող մեծ գործեր։ Հսկայածավալ աշխատանքները։ Իսկ ամեն ինչ սկսվեց ընդամենը մեկ մասնագիտությամբ։ Այո, սկսվեց մամոգրաֆիայով, որովհետև Հայաստանում ոչ ոք չգիտեր ինչ է մամոգրաֆիկ ծառայությունը, բժիշկները իհարկե նկատի չունեմ, մեր հասարակությունը եւ մարդիկ թերահավատորեն էին վերաբերվում այս գործին, ընդամենը 4 բժիշկ լծվեց այս աշխատանքին, երիտասարդ, բայց խելացի աղջիկներ, որոնք սովորեցին Ամերիկայում եւ ամերիկացիներից ինչպես պետք է կատարել այս գործընթացը։ Սա մի ամբողջ գործընթաց էր եւ շատ բարեհաջող ձևով սկսեցին աշխատել։ Ես շատ սիրում եմ իրեն, շատ շնորհակալ եմ, որ կարողացան այս առաջին քայլերը անել, որտեղ դա մեծ ռիսկ է, դա ամեն մեկը չէր կարող իր վրա վերցնել նման պատասխանատվություն, բայց այս աղջիկները կարողացան եւ այո, մենք միասին ուսուսի տված հաղթահարեցինք այդ դժվարությունները։ Իհարկե, կենտրոնը արդեն կար 2 տարի, հետո ես միացա իրենց աշխատանքին, բայց երբ որ մենք միավորվեցինք, շատ ավելի հեշտությամբ այս աշխատանքը առաջ գնաց։ Հետո բնականաբար այս աղջիկների մի մասը հիմա մեր հետ չեն աշխատում, որովհետև տարբեր հանգամանքներ եղան, մեկը արտասահման գնաց, մեկը գնաց ուրիշ կենտրոններ, որտեղ սկսեցին նոր մամոգրաֆիկ ծառայություններ բացվել, որի համար ես շատ ուրախ եմ։
Բոլոր դեպքերում մեր հանրապետության մամոգրաֆիկ ծառայության կեսից ավելին կատարվում է մեր կենտրոնում, որովհետև մենք մայր կենտրոն ենք, հիմնադիր Հայաստանում դուք հիմնադիր ենք եւ մեր մասնագետները շատ են եւ իրենք խմբով են աշխատում, թիմային աշխատանք է, արհեստական բանականությունն է եկել հասել հիմա մեզ օգնության, մենք բնականաբար բարգավաճել ենք, մենք շատ ավելի լայնածավալ ծառայություններ ենք մատուցում, որոնք օգնում են, որոնք նպաստում են մարդու առողջության լավացմանը, կյանքի որակի բարձրացմանը եւ իհարկե կյանքեր ենք փրկում, որի համար ես շատ ուրախ եմ։ Տիկին Հակոբյան, խնդիրը, որով կինը մտնում է ձեր ղեկավարած կենտրոն, մարդու առողջության համար դժվարագույններից, ծանրագույններից է, բայց ես նկատել եմ մի բան, ժպիտով հոգսերը թոթափած են դուրս գալիս, դա հենց այնպես չի լինում։ Չէ, հենց այդպես է մտածված, որպեսզի կինը, մանավանդ կինը, դե մենք տղամարդիկ ենք շատ ունենում հիմա, երեխաներ էլ, որտեղ ունենք 14 բաժանմունք, որտեղ իրենք հետազոտություններ են անցնում, բուժումներ են ստանում, բայց հիմնական խնդիրները, որով կանայք գալիս են մեզ մոտ, բնականաբար կապված է կրծքագեղձի հետ, չեմ պատկերացնում որևէ կնոջ, ով պետք է ենթադրենք վաղը գա հետազոտության եւ ասի, հա դե լավ, ոչինչ, ինչ է որ կգնամ մի հատ կհետազոտվեմ։ Ասում են երբեմն, բայց ես գիտեմ, որ հոգու խորքում իրենք եւս անհանգիստ են։ Չես կարող հանգիստ խղճով գնալ եւ հետազոտվել։ Ես անգամ, որ այդքան երկար տարիներ, արդեն 25 տարի աշխատում եմ այս կենտրոնում, գնում եմ հետազոտության, միևնույն է տագնապով, վախով, խոստովանեմ գիշերը լավ չեմ քնում, որտեվ դրա մասին շատ եմ անհանգստանում։ Ինչքան շատ գիտես, այնքան շատ ես անհանգստանում, ինչքան չգիտես, այնքան ավելի անգրագետ ես անհանգստանում։ Մի խոսքով չես կարող չանհանգստանալ։ Դրա համար մենք ունենք մարդկանց դիմավորելու մեր առանձնահատուկ ձևը, ժպիտով, ջերմությամբ, երբևիցե որևէ վատ վերաբերմունք, կոպիտ, չոր Երևի թե այսքան տարվա մեջ մի 4-5 հոգի մարդ է եղել, որ ինձ ասել է, որ աշխատակիցը անտարբեր էր կամ չոր էր կամ չգիտեմ։ Դա երևի թե գալիս է արդեն մարդու իր ներքին վախերից, իր կոմպլեքսներից, որովհետև կան մարդիկ, ում ուղղակի չես կարող գոհացնել, ինչ էլ որ անես, բայց դա հասկանալի է։ Իրենք հետազոտվելուց հետո գալիս միևնույն է շնորհակալ են լինում, հետո նոր հեռանում են մեզանից։ Այո, մենք պարտավոր ենք անել այնպես, որպեսզի մարդը մեր մոտից հեռանա գոհունակ, շպիտով։ Իհարկե, չեմ ասում այն դեպքերի մասին, երբ Աստված մի արածցե, ցավոք սրտի լինում է վատ պատասխան, դա արդեն ոչ մեկից կախված չէ, ցավոք սրտի։ Բայց մենք ունենք հիմա բարեբախտաբար զարգացած բժշկագիտություն եւ հարցը ունի իր բազմաթիվ լուծումները։ Մեր կանանցից պահանջվում է ընդամենը տարեկան 1 անգամ այցելել բժշկի, որովհետեւ եթե մենք ասում ենք, հա, ես հետազոտվել եմ, ես խնդիր չունեմ, արդեն հետազոտվել եմ, հանգիստ կարող եմ ապրել եւ մոռանալ կրկնակի այցերի մասին, ուղղակի անկարելի է, որովհետեւ սա թիրախային օրգան է եւ կրծքագեղձը իրենից ներկայացնելով հորմոնների մի ամբողջ համակցություն ենթակա է այս նենք հիվանդությանը ամեն վայրկյան։ Դրա համար երբ որ մենք ասում ենք տարեկան 1 անգամ, մենք նկատի ենք ունենում այն ժամանակաշրջանը, երբ որ քաղցկեղը ուղղակի չի հասցնի այդքան արագ ձևավորվել, որպեսզի մարդու կյանքին վտանգ սպառնա։ Դրա համար երբ մարդը գալիս եւ հետազոտվում է, ստանում է լավ պատասխան եւ դուրս է գալիս մեր կենտրոնից, նա միևնույն է պետք է հիշի, որ 1 տարի հետո պարտավոր է հետ գալու, որովհետեւ եթե այդ օրից սկսես ձևավորվել Աստվածչանի այդ քաղցկեղը, 1 տարի հետո անպայմանորեն նա կդառնա գոնե բրինձի հատիկի չափ, որը մենք շուտ կարող ենք հեռացնել ու ինքը կապրի հանգիստ։ Իսկ եթե գնում են ու մոռանում են հետազոտվելու մասին մի 5 տարի, 6 տարի, հետո գալիս են եւ ցավոք մենք գտնում ենք արդեն 4-րդ, 5-րդ փուռլում քաղցկեղ, մեղավորը արդեն բժիշկը չի, մեղավորը
Ճիշտ ասած, ես չեմ ուզում մեղավորներ փնտրել։ Ես ուզում եմ ասել, որ մենք պետք է ուշադիր լինենք մեր առողջության հանդեպ։ Այո, հայ կինը այսօր շատ հոգսեր է իր ուսերին վերցնում եւ դա է թերևս պատճառներից մեկը, որ ամենավերջում պիտի իրեն ժամանակ հատկացնի, կարողանա միջոցներ ու ժամանակ տրամադրել նաեւ իրեն։ Այո, բարեբախտաբար, բայց Անահիտ ջան, մենք հիմա ունենք շատ պայմաններ լավ, որոնք օրինակ ես իմ երիտասարդ տարիներին չունեի։ Դրա համար ես շատ ուրախ եմ, որ մեր երեխաները ավելի հեշտ կարող են կենցաղում ապրել, ավելի զարգացած կյանքով ապրել, ավելի զարգացած տեխնոլոգիաներից օգտվել, կենցաղում, աշխատանքում եւ այլն։ Գոնե այս բոլորի պայմաններում մենք ավելի պարտավոր ենք մեր առողջության հանդեպ ուշադիր լինելու, որովհետեւ մենք այդ ամենը անում ենք ոչ միայն անում ենք մեր երեխաների, մեր ընտանիքների, մեր ամուսինների, մեր շրջապատի համար։ Իսկ 21-րդ դարում թույլ տալ, որ քաղցկեղը հաղթահարի մարդուն եւ բերի հասցնի մահվան, չեմ հասկանում, իսկ դա կներեք ինձ, շատ կներեք, բայց անգրագիտության արդյունք է դա։ Մանավանդ որ հայ-ամերիկյան առողջության կենտրոնն իր մասով ամեն ինչ անում է հայ կնոջը հասանելի դարձնելու համար ծառայություն։ Ոչ միայն մեր կենտրոնը, ես նորից եմ կրկնում, բարեբախտաբար մենք ունենք փայլուն մասնագետներ։ Ես չեմ ընդունում, երբ ասում են, այդ ինչ բժիշկներ են, որ բժիշկները բոլորը իրենց մեջ ունեն մարդասիրական այդ կոչումը մարդուն օգնելու, բուժելու, լավացնելու, կյանքեր փրկելու, եւ մենք ունենք բժիշկներ, ում առջև իսկապես պետք է խոնարհենք մեր գլուխները։ Մի քանի անգամ ավելի բարձր մակարդակի կարող է լինել հայ բժիշկը որևէ արտասահմանցի բժշկից եւ շատ հաճախ բարեբախտաբար հիմա պայմանները այնպիսին են, որ կարողանում են գնալ արտասահմանյան երկրներ, մասնակցել կոնֆերանսների։ Ես հպարտությամբ պետք է ասեմ, որ մեր կենտրոնում աշխատող երկու բժիշկ այս տարի ընդամենը մի 5-6 օր առաջ մասնակցում էին ռադիոլոգների համաշխարհային կոնգրեսին, որտեղ իրենք սեմինարների ժամանակ ներկայացնում էին նյութեր, ներկայացնում էին թեմաներ, որոնք վերաբերվում են այդ նենք հիվանդությանը, եւ իրենք վարում էին այդ սեմինարները։ Այսինքն ամբողջ աշխարհով մեր կենտրոնի երիտասարդ բժիշկները վարում էին իրենց համար իրենց թեմաներն ու սեմինարները։ Դա հպարտություն է։ Չէ՞ որ այդպիսի բժիշկներով հագեցած է մեր երկիրը եւ մենք պարտավոր ենք վստահելու եւ հավատալու մեր բժիշկներին։ Մանավանդ որ իրենց դրած ախտորոշումները շատ երևի թե 99%-ով հաստատվում են արտասահմանում։ Տիկին Հակոբյան, անշուշտ հպարտանալու է նման թիմ ունենալը, որով այսօր հայ-ամերիկյան առողջության կենտրոնը ներկայանում, բայց դրա հետևում շատ մեծ աշխատանք կա։ Բնականաբար։ Այդ մասին չեմ ուզում խոսել, որովհետև ես չեմ ուզում պատմել, թե ինչ դժվարություններ, ինչ խնդիրներ են ունենում, ինչ մտահոգություններ դա այցելուին չպետք է վերաբերվի։ Այցելուն եկել է, նա պետք է ստանա բարձր մակարդակի սպասարկում, նա պետք է արժանանա ջերմագին վերաբերմունքի, ունենա այն ամենը, ինչ ինքը պահանջում է, եւ իրեն չպետք է հետաքրքրի այս բոլորին ինչպես ենք հասել մենք։ Իհարկե լինում են շատ եւ շատ հաճախ կանայք, մարդիկ, ովքեր գալիս են եւ շնորհակալ են լինում, հավատացեք, որ դա մի տեսակ կարևոր բան է մարդու համար, երբ քեզ գալիս են ու շնորհակալություն են հայտնում քո արած աշխատանքի համար, դու ավելի ոգևորվում եւ թևավորվում ես, բայց երբ լսում ես այդ խոսքերը, քո անձնակազմին շատ ավելի ես սկսում գնահատել եւ ինքդ քեզ էլ մտքիդ մեջ ասում ես ինչ լավ էր որ ես այդքանը արեցի, որ այս բոլորը մենք վերջապես ունենք։ Բայց միևնույնն է, ես ասեմ ձեզ, որ մարդը չպետք է հանգստանա։ Մանավանդ այս բնակավարը այնքան արագ է փոփոխվում եւ զարգանում, ես ուրախ եմ դրա համար։ Դու կարող ես ձեռք բերել սարք շատ մեծ թվերով, մեկ տարի հետո իմանաս, որ այդ նույն սարքի շատ ավելի կատարելագործված տեսակն է դուրս եկել, ու դու ասես, «Վայ, բայց այսքան թանկ էս առել եմ, բա ինչ անում»։ Ոչինչ։ Դու ունես այդ սարքը, դրանով քո բժիշկները թող ավելի կատարելագործվեն, թող ավելի զարգանան, կրթվեն, ու այդ քո սարքի վրա շատ ավելի լավ արդյունքներ ունենան։ Ես այդպես եմ իրենց ոգևորում, չգիտեմ։ Եվ իհարկե մեր այցելուներին ես ուզում եմ մաղթել առողջություն, որովհետև դա ամենակարևորն է մարդու կյանքում։ Տիկին Հակոբյան, հաջողության հասնելու ճանապարհին վստահ եմ նաև եղել են պահեր, երբ հիասթափվել եք, հուսալքվել եք։ Անպայման։ Ցանկացել եք նահանջել, հետ գնալ, բայց չի կարելի։
Գիտեք, երևի թե մարդը պետք է հավատա այն ամենին, ինչ ինքը անում է, որովհետև եթե չես հավատում կամ չես ուզում անես դա, ուղղակի ստիպված ես անում, ավելի լավ է չսկսես։ Իսկ ես ունեմ իմ մեջ երևի այդ կամքի ուժ ունեմ, որը որոշակի էլի անհամեստություն արեցի, բայց այդ կամքի ուժը քեզ օգնում է, որ դու չհուսահատվես, չվհատվես, եւ գիտեք, այդ աշխատանքի ժամանակ ես հիշում եմ այն կանանց, ում հետ առնչվել եմ եւ ովքեր մահվան եզրից հետ են եկել եւ եկել շնորհակալ են եղել մեզ ու ասել եմ ցավոք սրտի լինելու են դեռ նման կանայք, որոնք հասնելու են այդ վիճակին, բա ինչ անենք, բա ոնց անենք, բա ով է իրենց օգնելու, մի հատ վեր կաց, մի հատ քեզ թափ տուր, մի տխրի, մի հուսահատվի, հետ մի քաշվի, դու պետք է հավատաս դրան, ինչ որ դու ես անում, եւ այդ իմ հուսահատությունները, վախերը երբևիցե ցույց չեմ տվել որևէ մեկին։ Ճիշտ ասած կիսվել եմ քրոջս հետ, ինքն էլ ինձ ասել է, չես ամաչում, դու չես ամաչում, այդպես բաներ։ Ինքը կարողանում է մարդուն ամենաբարդ վիճակից այնքան հեշտ ուղի ցույց տալ, որ դու ասում ես, վայ, ես ոնց չէի հասկացել, որ կարելի է այդպես։ Դրանով Հրանուշին շատ է օգնել միշտ եւ հիմա էլ շարունակում է դա անել, բայց մարդը չի կարող չսխալվել։ Ցավոք սրտի բոլորս էլ սխալվում ենք։ Լինում են դեպքեր, երբ մեր բժիշկներն էլ են շատ հուսահատվում եւ սխալվում են, երբ ինչ-որ մի բան այնպես չեն անում, ինչպես իրենք կուզենային, բայց ես պարտավոր եմ իրենց ասելու, դե լավ, ոչինչ, հիմա ինչ անենք, դե հիմա։ Կարևորը մարդ չի մահացել, Աստված հեռու տանի։ Կարևորը ինչ-որ լուրջ խնդիր չենք առաջացրել իրենց համար։ Դե հիմա փոքրիկ սխալները բոլորիս համար են։ Եվ այդ սխալների վրա կարևորը կարողանաս վերականգնվես եւ արդեն երբեք կյանքում այդ սխալը չգործես։ Պատկերացրեք, որ իմ բժիշկները, որ հավաքվում են, երբ որ թռուցկաժողով է կամ ուղղակի հավաքվում ենք ինչ-որ առիթով, ասում են, դուք որ մեզ ասում եք, դե լավ, ոչինչ, հիմա ինչ, ասում եմ, մենք այնքան ենք ուրախանում, ասում ենք, ուրեմն շատ լուրջ բան չենք արել։ Դե պետք է այդպես ապրես, որովհետեւ եթե սկսեցիր նեղվել, տառապել, քո համար դարձնել դա ինչ որ անլուծելի խնդիր, դու հաստատ չես շահելու։ Դուք շատ հզոր թիկունք եք ձեր աշխատողների, ձեր թիմի համար եւ նոր ուժ եք տալիս։ Այնց հետաքրքիր է ձեզ աշխատանքում, այ խոչընդոտների ժամանակ նաեւ ինչն է նոր ուժ, նոր թևեր տալիս։ Հենց իրենք։ Եթե փոխադարձ չլինի այս ամենը, մենք չենք կարող աշխատել, բայց իրենք ինձ շատ ուժ են տալիս, որովհետև ես իրենց հետ եմ խորհրդակցում, ես իրենց մտքերն եմ լսում, ես իրենց ցանկություններն ու այն փայլող աչքերով մեկ է գալիս ինձ խորամանկ ասում են, գիտեք ինչ ա եղել ու սկսում են թելադրել, թե ինչ ա եղել, ինչ պետքա լինի, նոր սարք, նոր ինչ որ գործ, նոր ինչ որ ծրագիր, եւ իրենք արդեն գիտեն, որ ես թույլ տեղս գիտեմ մի խոսքով, գալիս են ու սկսում են դա ինձ ասել, մենք իրար ուժ ենք տալիս։ Իհարկե չի կարող այդ 170 հոգու մեջ որևէ մեկը չլինի, որ ինձ չսիրի։ Կլինի երևի թե, բայց դա նորմալ է։ Ուրեմն լավը չեն տնօրենը կամ ղեկավարը, ում բոլորը անխտիր սիրում են։ Ուրեմն ինքը լավը չի։ Պետք է լավ լինի նաև մարդիկ, ովքեր քեզ կքննադատեն, ովքեր քեզանից դժգոհ կմնան։ Կարևորը, որ դու կարողանաս այդ դժգոհությունը մի որոշ ժամանակ հետո հարթես, վերացնես ու ինքը ասի դե լավ է, ես սխալ էի երևի։ 28 տարիների աշխատանք, չարչարանք ու ճանապարհ, հաղթանակներով, ձեռքբերումներով լի ճանապարհ։ Եվ դժվարություններով, եւ նաեւ կորուստներով երբեմն։ Առանց դժվարությունների երևի թե որևէ հաղթանակ չի գրանցվում։ Իհարկե, եւ մենք ուրախ ենք դրա համար, դե հիմա ունենում ենք փոքր կորուստներ, կարևորը մարդկային կյանքերն են պահպանվում, եւ կարևորը, որ մեծ իմաստությամբ մարդիկ ժպտալով դուրս գան մեր մոտից, գիտեք, ցավոք սրտի, այնպիսին է վիճակագրությունը, որ ենթադրենք 1000 հոգի հիվանդի այցելուի մեջ, հիվանդ հոգի այցելուի մեջ մենք ունենում ենք ընդամենը 20-25 նորմա ախտորոշում։ Պատկերացնում եք, մնացած բոլորը ունեն տարբեր տիպի մեծ եւ փոքր խնդիրներ, ցավոք սրտի։ Եվ այդ 1000 հոգու մեջ էլ մոտավորապես ամեն 16-րդ կինը ունենում է քաղցկեղ։
Այնպես որ այո, սա է մեր իրականությունը, մենք պայքարում ենք այս հիվանդության դեմ եւ ինչքան շատ մեր այցելուները հիշեն իրենց առողջության մասին եւ ինչքան մեր նշված ժամկետներում գան հետազոտության, այնքան հիվանդությունը հաղթահարելի կլինի եւ այնքան շատ մենք կարողանանք ուրախանալ, որ հաղթեցինք եւս մեկ նենք հիվանդության եւ մեր այցելուն առողջացած դուրս կգա մեր կենտրոնից։ Տիկին Հակոբյան, վստահ եմ, որ այս աշխատանքային 3 տասնամյակի ընթացքում նաև հաջողության բանաձև ձեզ համար ձևավորեցիք։ Կբացեք այդ գաղտնիքը կկիսվեք։ Ես ճիշտ ասած հաջողության բանաձևը չեմ կարող միանշանակ ասել, բայց կարող եմ ասել, որ ամենակարևորը հավատալն է եւ աշխատասեր լինելը։ Եթե դու ձեռք բերես մի բան ու ասես, լավ, արդեն ես սա ունեմ, կարող եմ հանգիստ իմ համար ապրել, էլ չփնտրել, էլ չաշխատել, այդ ունեցածս չփայլացնել, ուրեմն ես կկորցնեմ նաև իմ հեղինակությունը, նաև իմ անունը, գտնում եմ, որ հաջողության բանալին այդ աշխատասիրությունն է, որ դու երբևիցե չպետք է հանդարտվես, շունչ քաշես, նստես ու ասես, ես արդեն ամեն ինչ ունեմ։ Ես ուրախ եմ նաև, որ իմ կողքին ունեմ իմ փոքր աղջկան, ով վարում է բժշկական բլոգ եւ կրթում ու սովորեցնում է մեր հասարակությանը ինչքան կարեւոր է առողջության մասին մտածելը եւ ինչքան կարեւոր է գրագետ ապրելը։ Ինքը եւս շատ մեծ օգնություն է ինձ համար, ոնց որ մի հատ փոքր շարժիչ ուժ կողքիցս ահագնացել, մեծացել ու դարձել է այդ աշխատասիրությանս մասին, ուղղակի չէի կարող իր մասին չխոսել, ինչքան աշխատասեր ու ինչքան նվիրված բժիշկ է ինքը եւս մեր կենտրոնում աշխատող եւ մեր հասարակությունը կարծում եմ մեծ մաս իրեն ճանաչում է, գիտի, որ շաքեի էջում կգտնի շատ եւ շատ հարցերի պատասխաններ։ Այո, շնորհակալ եմ շատ։ Հաջողության ճանապարհի փորձություններն ու ձեռքբերումները մեզ հետ այսօր կիսեց հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։ Շնորհակալ եմ։ Հաղորդման գործընկեր Արքայաձոր ռեստորան։ Սիրով բոլորին հրավիրում ենք նոր Արքայաձոր ռեստորանային համալիրի փակ սրահ վայելելու ամենօրյա շոու ծրագրերը եւ համեղ խոհանոց։